ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, հետո գնալ նեղ մասնագետի մոտ։ Այստեղ էլ ուզում եմ, այստեղ էլ շատ մարդիկ էս շփոթել էին, որ ամեն անգամ մարդը ունի քրոնիկ վիճակ, արդյոք պիտի գնա ընտանեկան բժշկի մոտ, թերապևտի մոտ, հետո նոր գնա սրտաբանի մոտ։ Եթե ախտորոշումը դրված է եւ նա ունի այդ քրոնիկ վիճակը, նրա դիսպանսեր հսկողությունը վարումը նեղ մասնագետի կողմից իրականացնում է ուղիղ նեղ մասնագետը, բայց ախտորոշման համար այո, առաջին անձը, որ պիտի նա դիմի, դա իր ընտանեկան բժիշկը կամ թերապևտն է։ Այստեղ իհարկե կախված է, որ նրա այս քաղաքացու բժիշկը պիտի աշխատի այն բժշկական կենտրոնում, որը ունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ եւ դատելով մեր ընդհանուր վիճակագրությունից հիմնական այսպես Հայաստանի Հանրապետության հիմնական բժշկական կենտրոնների 90%-ը համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող կազմակերպություններ։ Այո, եւ մենք կփոխհատուցենք, այստեղ էլ մենք ունենք սահմանաչափեր։ Ամեն նեղ մասնագետի տարեկան 2 խորհրդատվություն է փոխհատուցում ապահովագրական հիմնադրամը։